Համազգայինի դերասաններն ամանորյա ներկայացում են պատրաստել Մարի Իզմիրյանի անվան մանկատան երեխաների համար, ովքեր խանդավառությամբ դիտում են սիրելի հերոսների արկածները, մասնակցում նրանց խաղին։ Դերասաններին մանկատուն է հրավիրել Կոնվերս բանկը, որն արդեն երկրորդ տարին է հանդես է գալիս «Դարձիր ձմեռ պապ» նշանաբանը կրող բարեգործական ակցիայով։ Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները 20 օր շարունակ հանգանակություն են կատարում, որից հետո ամանորի հաճելի անակնկալներ են մատուցվում մանկատան փոքրիկ բնակիչներին։ Հասարակության մի փոքրիկ հատվածին մասնակիցը դարձնելու սոցիալական կարիքների լուծմանը սա ևս մի գեղեցիկ քայլ է։ Ողջ այն գումարը, որ հավաքվեց հանգանակության արխիվում եւ հաշվի համարի վրա, բանկը իր խոստման համաձայն կրկնապատկել է։ Սա ավանդույթ է դառնալու եւ անցած տարվանից մենք կփորձենք տարվա ընթացքում էլ որոշակիորեն մասնակիցը դառնալու մանկատան աշխատանքներին։ Երեխաներից յուրաքանչյուրին ձմեռ պապն ու ձյունանուշը նվիրում են իրենց ցանկացած խաղալիքները, նաև հագուստ, մանկական ամսագիր, գրենական պիտույքներ եւ քաղցրավենիք։ Կոնվերս բանկը մանկատան համար նաև կենցաղային տեխնիկա է նվեր բերել, լվացքի մեքենաներ։ Մանկատան երեխաները արդեն 1 տարի անհամբեր սպասում են, թե Կոնվերս բանկը կրկին երբ պետք է այցելի մեզ, որովհետև նախորդ տարի Կոնվերս բանկի միջոցով մեր մանկատան բոլոր երեխաները ստացան իրենց նվիրական ցանկություններով գրված նամակների բոլոր նվերները։ Եվ այս տարի այդ ակցիան նույնպես շարունակվում է։ Ողջ կոլեկտիվի անունից հատուկ շնորհակալություն եմ հայտնում բանկի բոլոր ղեկավարներին։ Շնորհավորում եմ գալիք նոր տարին եւ Սուրբ Ծնունդը։ Նվերները ամանորի ներկայացումը կատարյալ տոն պարգևեցին երեխաներին։ Տոնական հանդեսն ավարտվեց խոստումներով, որ տարվա ընթացքում նման հանդիպումներ շատ կլինեն, իսկ ձմեռ պապն ու ձյունանուշը հաջորդ տարի նույնպես սիրով կհյուրընկալվեն իրենց։ Ես ուզում եմ, որ բոլոր փոքրիկների աչքերի փայլը չխամրի։ Ես ուզում եմ, որ խաղաղություն լինի, երջանկություն։ Բոլորի նոր տարին շնորհավոր։ Նայրա Պողոսյան, Արմեն Շահոյան, Երկիրն այսօր։